Հայաստան խմբակցության դիրքորոշումը շատ հստակ է, որը փոխանցել ենք հատուկ ժամանակ մեր գործընկերներին։ Խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ է, խմբակցության գրասենյակում դրված է, երբ որ սկսվի իմպիչմենտի գործընթաց, ամբողջությամբ այդ ստորագրությունները պատրաստ են եւ այդ ձևաթուղթը կփոխանցվի։ Մեկ անգամ եւս ուզում եմ շատ հստակ հիշեցնել, գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 ստորագրություն։ Պատիվ ունեմ խմբակցությունը ներողություն ունի 6, Հայաստան խմբակցությունը 28, որպեսզի գործընթացը սկսվի անհրաժեշտ է եւս 2 ստորագրություն։ Մենք մեր գործընկերներին նաեւ այդ հարցով փորձեցինք շոշափել տրամադրությունները հասկանալ, այս պահին առնվազն կա այդ երկուսը, որպեսզի գործընթացը սկսենք։ Դժբախտաբար այս պահին դեռ դա չունենք, նաեւ կա մոտեցում, որ նույնիսկ ունենալու դեպքում այս պահին ես տեսա նաև պարոն Մամիջանյանը հայտարարեց, մեր հանդիպման ժամանակ էլ դա ասեց, որ նույնիսկ եթե լինի, այս պահին պետք չի խորհրդարան մտնել, ակնկալելով եւս 18 կամ ինչ որ քանակությամբ քվե գործընթացը լիարժեք սկսելու համար։ Այս իմաստով մեր դիրքորոշումը շատ հստակ է, 28 ստորագրությունը կա, հիմա չեմ ես էլ վերցնում իմ էջին դա դնում, որովհետև կարծում եմ խոսքը արժեք ունի ու այդ վստահությունը կա, եթե ասում են կա, կուզեք կհրապարակի։ 28 հոգին գործընթացը սկսելու դեպքում պատրաստ է անմիջապես ստորագրել։ Հիմա երբ որ դիմումը մուտք անեն, մեր գործընկերները ազատորեն կարող են յուրաքանչյուրի հետ բանակցել, վստահեցնելով, ընդ որում մենք էլ կարող ենք իրանց հետ բանակցել այլ պատգամավորների հետ, որ այդ 28-ը կա, այսինքն դա հրապարակային հայտարարություն է, դա ինչ-որ թաքուն չի, ու կարծում եմ որևէ մեկն էլ չի կասկածում մեր խոսքի վրա։ Ասել ենք կա, պատրաստ ենք գործընթացի, այդ թվում նաև այն տեխնացիով, որով իրենք առաջադրել են։ Բայց պարոն Սաղաթելյան, որն է խնդիրը, որ հիմա չեք ստորագրում, լավ, չի մուտք արվում, հիմա բակաս է 2 ստորագրություն, ի՞նչն է խանգարում։ Նայեք, ուզում եմ հասկանամ, մեզ պետք է 34 ստորագրություն, թե գործընթաց ու գործընթացի արդյունավետություն։ Այդ որ ասում եք, այդ ձևակերպումը որ չեք ստորագրում, մենք ասում ենք ստորագրած է։ Ուզում եմ հասկանամ, այսինքն process-ը երբ ենք սկսում։ Դուք օրինակ գիտեք երբ ենք սկսում այդ process-ը։ Եղել է process-ի մասին հայտարարություն, որը մենք ողջունում ենք, այդ թվում նաև ողջունում ենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստանձնել է այս process-ի քաղաքական պատասխանատվությունը։ Եվ մեր դիրքորոշումը կարծում եմ շատ պարզ ասեցի, մեզ պետք է 34 հոգու ստորագրություն, թե պետք է գործընթացի արդյունք եւ գործընթացի շարունակություն։ Հիմա պետք չի սլակները ուղղել ստեղ, որովհետեւ այս կողմից շատ հստակ արդեն հայտարարությունը կա։ Պետք է ջանքերը գործադրել, ապահովել եւս 2 ստորագրություն, որպեսզի ցանկության եւ հարմար պահի կարողանանք մտնել խորհրդարան եւ դրանից հավելյալ ստորագրություններ եւս 18-ը, որ գործընթացը հասնի հաջողության։ Մենք դա պատկերացնում ենք, որ կարող է տեղի ունենալ բացառապես փողոցային պայքարի եւ համաժողովրդական ճնշման արդյունքում եւ պատրաստ ենք այդտեղ եւս մեր մասնակցությունը ունենալ, հասկանալով միայն ինչ ծրագրով, ինչ հերթականությամբ, ինչ քայլերով ու նորից եմ կրկնում, երբ, որովհետեւ այս process-ի մեջ նաեւ պետք է հասկանալ, երբ այս գործընթացը վերածում փողոցային համաժողովրդական պայքարի, քանի որ մենք շարունակում ենք պնդել, որ առանց այդ պայքարի հնարավոր չի այդ արդյունքը ունենալ։ Մեր գործընկերները ասել են, խնդրում։ Այսինքն, երբ որ դուք ասում եք գործընթաց, նկատի ունեք փողոցում պայքարը սկսեն եւ դրան զուգահեռ սկսվի ստորագրահավաքի հարցը։ Այո, այսինքն որպեսզի ունենանք արդյունք, այլ ոչ թե ընդհանրապես 34 ստորագրությամբ թուղթ, որը նախորդ 4 տարիների ընթացքում էլ ունեցել ենք։ Ու այն տեսակետը, որ հանրության մոտ փորձում են հաճախ ինչ որ շրջանակներ ստեղծել, որ
4 տարին impeachment չեն արել, որովհետև չեն ուզել, չենք արել, որովհետև բավարար ստորագրությունները չենք ունեցել։ Դժբախտաբար այս պահին էլ նույնիսկ մուտք անելու համար դա չունենք։ Հետևաբար մենք մեր գործընկերներին առաջարկել ենք եւ հայտնել ենք մեր պատրաստակամությունը ջանքերը կենտրոնացնել այդ ստորագրությունները ունենալու համար։ Թեկնածու ընտրել եք այս համար, թեկնածու։ Մենք հարց չունենք։ Ինչն է խանգարում։